Ողջույն բոլորին, ես Արություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ մշտապես հետևելու մեկնաբանություններով ակտիվ լինելու համար։ Շնորհակալ եմ նոր բաժանորդներին եւ եթե առաջին անգամ եք դիտում, ձեզ էլ խորհուրդ կտամ բաժանորդագրվել ալիքի։ Եվ սկսենք 3 առավոտյան Մինեապոլիսի բնակելի թաղամասերից մեկում ԱՄՆ ներգաղթային լայնածավալ գործողության ընթացքում Դաշնային այսի ծառայության աշխատակիցը կրակվածեց ու սպանեց մեքենայում գտնվող կնոջը։ 3 առիթ ունեցել եմ 2 անգամ էլ եթերում խոսել այս մասին։ 3 հնարավոր էմոցիաները խոչընդոտել են ավելի անաչառ լինել դեպքի հանգամանքներին, թյուր կարծիք կա, որ եթե 3 ասել եմ կողմնակալ եմ լինելու, այդպես էլ եղել է։ Ոչ, դա կողմնակալություն չէր, որովհետև խոսքի իշխանական կամ ընդդիմադիր թևի մասին չէր, պարզ մարդկային ու սառը դատողության մեջ շարունակենք։ Առանց շրջանցելու անմեղության իհարկե կանխավարկածը։ Դեպքը տեղի ունեցել մոտավորապես առավոտյան ժամ 9:30-ին Ձյունով պատված փողոցում քաղաքի կենտրոնից հարավ, այն տարածքից ընդամենը 1 մղոն հեռավորության վրա, որտեղ 2020-ին ոստիկանության գործողությունների արդյունքում սպանվեց Ջորջ Ֆլոյդը։ Տեսագրություններում, որոնք նկարահանվել են ականատեսների կողմից եւ արագ տարածվեց սոցիալական ցանցերում եւ հավանաբար ամբողջությամբ դիտել եք, երևում է թե ինչպես է Դաշնային աշխատակիցը մոտենում ճանապարհի մեջ կանգնած Հոնդա Պիլոտ Մակնիշի ավտոմեքենային, փորձում բացել դուռը։ Մեքենան սկսում է դանդաղ առաջ շարժվել, ինչից հետո մեկ այլ այսի աշխատակից, որը գտնվում էր մեքենայի դիմաց, անմիջապես հանում է զենքը եւ շատ մոտ տարածությունից կրակում։ Դեռևս պարզ չէ, արդյոք մեքենան ֆիզիկապես դիպչել է աշխատակցին։ Կրակոցից հետո ավտոմեքենան բախվում է փողոցի եզրին կայանված 2 մեքենաների եւ կանգ առնում։ Դեպքի մանրամասներին եւ զոհին շուտով կանդրադառնամ։ Փնտրել եւ գտել եմ ուղեցույցը, որը հենց այս դեպքին է վերաբերում։ Դաշնային պաշտոնյաները պնդում են, որ կրակոցը եղել է ինքնապաշտպանություն։ Խնդիր չկա, հանդիպակաց կարծիք էլ չեմ հայտնում։ Եկեք միասին պարզենք եւ ինչ պայմաններում է իրավապահին թույլատրվում կրակել շարժվող ավտոմեքենայի ուղղությամբ։ Միասնական պարտադիր ուժ ունեցող այսպես ուսումնական ստանդարտ իրավապահ համակարգում գոյություն չունի։ Սակայն Միացյալ Նահանգներում գործող ոստիկանության եւ Դաշնային ուղեցույցների մեծ մասը խիստ սահմանափակում է նման գործողությունը։ Ընդհանուր մոտեցումն այն է, որ կրակոտ շարժվող մեքենայի ուղղությամբ թույլատրելի է միայն այն դեպքում, երբ վարորդը ներկայացնում է անմիջական մահացու վտանգ, որը դուրս է գալիս հենց մեքենայի ֆիզիկական ներկայությունից։ Իրավապահի կողմից շարժվող մեքենայի ուղղությամբ կրակելը ուժի կիրառման ամենավտանգավոր ձևերից մեկն է։ Կրակոցները կարող են շեղվել, վնասել պատահական անցորդների, իսկ վարորդին վնասելու դեպքում մեքենան կարող է կորցնել կառավարումը եւ վերածվել անկառավարելի վտանգի շրջապատի համար։ Արդարադատության նախարարության գործող քաղաքականության համաձայն մահացու ուժի կիրառումը թույլատրելի է միայն այն ժամանակ, երբ այլ ողջամիտ տարբերակ գոյություն չունի։ Այդ տարբերակների թվում է նաև մեքենայի ուղուց դուրս գալը կամ հեռանալը, եթե դա հնարավոր է։ Այս մոտեցումը հատուկ ընդգծում է, որ իրավապահը պարտավոր է նախ եւ առաջ ընտրել նվազ վտանգավոր միջոցները։ Սա ես չեմ ասում, սա նախարարության ուղեցույցն է։ Բայց նույն քաղաքականությունը հստակ նշում է, որ մահացու ուժը չի կարող կիրառվել միայն ձերբակալություն իրականացնելու կամ փախուստի դիմող մեքենան կանգնեցնելու նպատակով, եթե տվյալ անձը տվյալ պահին անմիջական վտանգ չի ներկայացնում կյանքի կամ առողջության համար։ Դաշնային միգրացիոն ծառայությունների աշխատակիցները, այդ թվում այսի գործակալները, սկզբունքորեն չեն գործում այլ կանոններով։ Նրանք նույնպես ենթարկվում են արդարադատության նախարարության ընդհանուր ուղեցույցներին, որոնք սահմանափակում են մեքենաների ուղղությամբ կրակոցները։ Միևնույն ժամանակ, դաշնային գործակալներն ունեն որոշ լրացուցիչ իրավական պաշտպանություններ, եթե գործողությունները կատարվում են պաշտոնական լիազորությունների շրջանակում, սակայն դա էլ չի նշանակում լիակատար անձեռմխելիություն։ Ներքին անվտանգության նախարարության քաղաքականությունը թույլ է տալիս մահացու ուժի կիրառում միայն այն դեպքում, երբ աշխատակիցը ողջամտորեն համոզված է, որ առկա է մահվան կամ լուրջ մարմնական վնասվածքի անմիջական սպառնալիք։ Մինեապոլիսի միջադեպի հետաքննությունը ղեկավարում է ՀԴԲ-ն, նույն ինքը FBI-ը։ Դաշնային գործակալությունների ներսում իրականացվում են ներքին քննություններ, իսկ նահանգային կամ տեղական մարմինները տեսականորեն կարող են նախաձեռնություն ցուցաբերել քրեական հետաքննության հարցում, սակայն եթե առկա է իրավասություն։ Դաշնային գործակալները օրենքի վերևում չեն եւ կարող են ենթարկվել պատասխանատվությամբ, եթե պարզվի, որ նրանք գործել են իրենց լիազորություններից դուրս։ Արգելիներս, այս դեպքը ոչ միայն կոնկրետ ողբերգություն է, այլ նաև համակարգային հարցադրումների նոր փուլ, իրավապահ ուժի կիրառման սահմանների, դաշնային միգրացիոն գործողությունների մեթոդների եւ քաղաքացիական անվտանգության հավասարակշռության շուրջ։ Ամեն դեպքում քննությունը շարունակվում է, սպասենք արդյունքներին։
Եվ ինչպես նշեցի, դաշնային իշխանությունները անմիջապես հայտարարեցին, որ կրակոցը եղել է ինքնապաշտպանության ակտ։ Ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոյեմը միջադեպը որակեց որպես ներքին ահաբեկչական հարձակում դաշնային աշխատակիցների դեմ, պնդելով, որ վարորդը փորձել է ավտոմեքենայով հարվածել ու սպանել աշխատակիցներին։ Նույն ձևակերպումներն ավելի ուշ կրկնեց նաև նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտպանելով այսի գործողությունները եւ գործողությունն ամբողջությամբ տեղավորեց ազգային անվտանգության շրջանակում։ Ով էր զոհը։ Հանցագործ՝ ոչ։ Թմրավաճառ՝ ոչ։ Գուցե մարդասպան՝ ոչ։ Սպանված կինը Ռենե Նիկոլ Մաքլին Գուդն էր, 37 տարեկան, ԱՄՆ քաղաքացի, շեշտեմ, ԱՄՆ քաղաքացի, ծնված Կոլորադոյում։ Նա երբեք չի ունեցել քրեական գործեր կամ իրավապահների հետ առնչություն։ Բացի սովորական, հանրապես երթևեկության տուգանքներից, Ռենեն 3 երեխաների մայր էր։ Ըստ ընտանիքի անդամների նա ընդամենը մի քանի րոպե առաջ էր դպրոց տարել իր 6 տարեկան որդուն եւ տուն էր վերադառնում, երբ հանդիպել էր ICE աշխատակիցների խմբին։ Սոցիալական ցանցերում Ռենեն իրեն նկարագրել է որպես գրող, բանաստեղծ, կին եւ մայր։ Նա վերջերս էր տեղափոխվել Մինեսոտա եւ գրում էր, որ փորձում է բացահայտել Մինեապոլիսը։ Նրա էջերում կարելի էր տեսնել ընտանեկան լուսանկարներ, ստեղծագործական գրառումներ, հավատքի մասին մտքեր։ Ըստ նախկին ամուսնու Ռենեն քաղաքական ակտիվիստ չէր, երբեք չի մասնակցել բողոքի ակցիաների եւ հայտնի չէր որևէ շարժման հետ կապով։ Նա հավատացյալ քրիստոնյա էր։ Երիտասարդ տարիներին մասնակցել էր միսիոներական ծրագրերի Հյուսիսային Իռլանդիայում, սիրել էր երգել եւ ստեղծագործել։ Նա ուսանել էր ստեղծագործական գրություն, մրցանակ էր ստացել իր աշխատանքներից մեկի համար, վարել էր ոդկաստ, աշխատել էր որպես ատամնաբուժի օգնական եւ բանկային ոլորտում, իսկ վերջին տարիներին հիմնականում զբաղվում էր երեխաների խնամքով։ Դեպքից հետո, թե 3 թե այսօր Մինեապոլիսում ու այլ քաղաքներում սկսվեցին զանգվածային բողոքի ցույցեր։ Ցուցարարները հավաքվել են դաշնային շենքերի մոտ, վանկարկում են ICE դուրսբերման պահանջներ։ Ոստիկանությունն ու սահմանապատ ծառայությունները կիրառել են արցունքաբեր գազ եւ պղպեղային սպրեյ։ Մի շարք դպրոցներ փակվել են անվտանգության նկատառումներից ելնելով, հատկապես Մինեապոլիսում։ Լարվածությունը խորացել է նաև այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Մինեսոտայի քրեական հետաքննության բյուրոն հեռացվել է գործի քննությունից։ Դաշնային դատախազությունը հայտարարել է, որ նահանգային մարմինները իրավասություն չունեն մասնակցելու հետաքննությանը, ինչն առաջացրել է նոր հարցեր թափանցիկության եւ վստահության շուրջ։ Այսօր Մինեսոտայի նահանգապետ Թիմ Վոլցը հանդես է եկել հուզական եւ կոշտ հայտարարությամբ, անդրադառնալով թե զոհի ընտանիքին, թե բողոքի ալիքին, թե դաշնային իշխանությունների գործողություններին։ Նահանգապետը հայտնել է, որ այս պահին տարբեր նախաձեռնություններ են իրականացվում աջակցելու Ռենե Նիկոլ Գուդի երեխաներին։ Նա քաղաքացիներին կոչ է արել միանալ համայնքային աջակցության նախաձեռնություններին, նշելով, որ վերջին օրերին Մինեսոտայում տեսանելի է փոխօգնության եւ մարդկային համերաշխության աճ։ Վոլցի խոսքով հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ դժգոհությունը հայտնելու այն, ինչ նա անվանել է անխոհեմ եւ վտանգավոր գործողության, որը նրա գնահատման ոչ թե ապահովություն է, այլ հանգեցրել է մարդկային ողբերգության։ Նահանգապետը կտրուկ է արձագանքել զոհի հասցեին հնչեցվող պիտակավորումներին, հայտարարելով, որ Մինեսոտայի բնակիչներ են պատմելու նրա կյանքի իրական պատմությունը եւ պաշտպանելու նրա պատիվը։ Նրա խոսքով որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ արդեն իսկ հրապարակային դատողություններ են արել, ներկայացնելով փաստեր, որոնք տեսանելիորեն չեն համապատասխանում իրականությանը։ Առանձին շեշտադրվել է հաշվետվողականության թեման։ Վոլցը հայտարարել է, որ որևէ պետական մարմին չի կարող գործել անպատժելիության պայմաններում եւ ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք պետք է ենթարկվի անկախ եւ վստահելի քննության։ Նա հիշեցրել է, որ հենց այդ նպատակով է ստեղծվել Մինեսոտայի քրեական հետաքննությունների բյուրոն, հատուկ ստորաբաժանումը, որը տարիների ընթացքում վաստակել է հանրային վստահություն, հատկապես իրավապահների կողմից մահացու ուժի կիրառման դեպքերի քննության ժամանակ։ Նահանգապետը խիստ քննադատել է Թրամփի վարչակազմի որոշումը Մինեսոտային դուրս թողնել հետաքննությունից, նշելով, որ առանց նահանգային մասնագետների մասնակցության դժվար է ակնկալել արդար եւ վստահելի արդյունք։ Նրա խոսքով իրավիճակը սրվում է նաեւ այն պատճառով, որ դեռևս քննության մեկնարկից առաջ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Քրիստի Նոյեմը, հրապարակային հայտարարություններով արդեն իսկ ձևավորել են մեղավորի կերպար։ Վոլցը զգուշացրել է, որ նման հռետորաբանությունը վտանգավոր է եւ կարող է հրահրել նոր լարվածություն։ Նա կոչ է արել քաղաքացիներին զսպել զայրույթը, չդարձնել այն բռնության աղբյուր եւ չթիրախավորել տեղական իրավապահներին, որոնք նրա խոսքով գտնվում են տեղում Մինեսոտայի բնակիչներին պաշտպանելու համար։ Եզրափակելով Վոլցը հայտարարել է, որ Մինեսոտան պատմականորեն բազմիցս կանգնել է ժողովրդավարության եւ արժանապատվության պաշտպանության առաջնագծում, եւ այս պահը եւս կարող է դառնալ այդպիսի շրջադարձային կետ։ Նրա կոչն է խաղաղ բողոք, իրավական պայքար, փոխադարձ հարգանք եւ համայնքային համերաշխություն առանց բռնության եւ սադրանքների։ Նա ընդգծել է, որ արդարադատությունը չի կարող հաստատվել ուժով, այլ միայն թափանցիկ քննության, պատասխանատվությամբ եւ մարդկային վերաբերմունքով, եւ այդ ճանապարհից Մինեսոտան չի շեղվելու։ Այս թեմային օրվա ընթացքում կվերադառնանք, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն է ասուլիս ունեցել այս մասով, որը թարգմանությամբ շուտով կլինի մեր ալիքում։
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը նաև հայտարարել է Նյու Յորքում իրականացված լայնածավալ իրավապահ գործողության մասին, որը ստացել է Operation Salvo անվանումը։ Գործողությունը մեկնարկել է այն բանից հետո, երբ մի քանի ամիս առաջ Նյու Յորքում ծանր վիրավորվել էր Միացյալ Նահանգների սահմանապահ ծառայության, նույն ինքը CBP-ի մի աշխատակից։ Պաշտոնական տվյալներով հարձակման մեջ ներգրաված անձինք ձերբակալվել են եւ կանգնել դատարանի առաջ։ Դաշնային իշխանությունները պնդում են, որ նրանք երբեք չէին հայտնվի Միացյալ Նահանգներում, եթե նախորդ վարչակազմի օրոք, ըստ հայտարարությունների, անտեսված չլինեին դաշնային ներգաղթային օրենքները։ Նշվում է, որ վիրավոր իրավապահ աշխատակիցը հրաժարվել է հանրային ուշադրությունից եւ ցանկացել է անանուն մնալ։ Նրա խոսքով հարձակումը ընդմիշտ փոխել է կյանքը։ Դաշնային մարմինները պնդում են, որ հարձակվողները նախկինում բազմիցս ձերբակալվել էին, ունեցել էին քրեական անցյալ եւ ազատ էին արձակվել Նյու Յորքի ապաստան քաղաքականության շրջանակում։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ կասկածյալները կապեր են ունեցել Նյու Յորքում գործող միջազգային հանցավոր ցանցի Տրինիտարիո խմբավորման հետ։ Այդ բացահայտումից հետո դաշնային կառույցները սկսել են նպատակային գործողություններ խմբավորման բոլոր կապերի դեմ։ Operation Salvo-ի շրջանակում ձերբակալվել է 54 մարդ, նրանց մեծ մասը մեղադրվում է զենքի ապօրինի շրջանառության, թմրանյութերի վաճառքի, մարդկանց մաքսանենգության եւ զինված կողոպուտների մեջ։ Ձերբակալվածների ավելի քան 60%-ը արդեն արտաքսվել է Միացյալ Նահանգներից իրենց երկրներում պատասխանատվության ենթարկվելու համար։ Ըստ նրանց սա ընդամենը սկիզբն է եւ նման գործողությունները կշարունակվեն ամբողջ երկրով։ Ներքին անվտանգության նախարարությունը նաև ընդգծել է, որ վարչակազմը հարձակողական դիրքում է եւ օգտագործում է բոլոր իրավական միջոցներ ապօրինի ներգաղթյալ հանցագործներին հայտնաբերելու, ձերբակալելու եւ արտաքսելու համար, անկախ նրանից նրանք գտնվում են Նյու Յորքում, Կալիֆոռնիայում, Իլինոյսում, Մինեսոտայում, թե այլ քաղաքում։ Դաշնային իշխանությունները նաև հայտնել են, որ Թրամփի պաշտոնավարման մեկնարկից Միացյալ Նահանգներից հեռացել է շուրջ 2.6 միլիոն ապօրինի ներգաղթյալ, որոնց մի մասը արտաքսվել է, մյուսները ինքնակամ են լքել երկիրը։ Եվ վերջին երկու լուրը երկուսն էլ հրաձգության մասին են։ Սոլտ Լեյք Սիթիում մորմոնների եկեղեցու շենքի մոտ տեղի ունեցած հրաձգությունը, որի հետևանքով 2 մարդ զոհվել է, իսկ 6-ը վիրավորվել, ըստ քննիչների ծագել է միմյանց ճանաչող մարդկանց միջև։ Միջադեպը տեղի ունեցել 3 երեկոյան Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու ավտոկայան տեղում, այն պահին, երբ ներսում անցկացվում էր հուղարկավորության արարողություն։ Իրավապահ մարմինների փոխանցմամբ մինչև այս պահը ձերբակալություններ չեն իրականացվել։ Քննությունը շարունակվում է, սակայն ոստիկանությունը նշում է, որ դժվարություններ ունի վկանների համագործակցության հարցում։ 5 վիրավոր դեռևս գտնվում են հիվանդանոցներում եւ այդ բուժ հաստատություններում ոստիկանության ուժեղացված հսկողություն է սահմանված։ Սոլտ Լեյք Սիթիի ոստիկանապետ Բրայան Ռեդը հայտնել է, որ իրավապահներն ուսումնասիրում են կրակոցների պատճառներն ու հանգամանքները։ Նրա խոսքով բոլոր տուժածները չափահասներ են, իսկ վիրավորներից առնվազն 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Միջադեպից հետո տարածքում կենտրոնացվել են մոտ 100 իրավապահ մեքենաներ, իսկ երկնքում պտտվել ուղղաթիռներ։ Յութայի մոտ 3.5 միլիոն բնակչության շուրջ կեսը պատկանում է այս հավատքին եւ նման եկեղեցիներ տարածված են նահանգի բազմաթիվ բնակելի թաղամասերում։ Առհասարակ պատմությունն ասում է, որ քաղաքը հենց մորմոններն են հիմնել։ Եվ վերջին լուրը Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննում է Սիլմարում այսօր տեղի ունեցած կրկնակի հրաձգությունը, որի հետևանքով 1 տղամարդ է մահացել, իսկ մեկ կին էլ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի մասին հաղորդումը ստացվել է առավոտյան ժամը 7-ից քիչ անց։ Ոստիկանությունն ու շտապօգնությունը ժամանել են Սիլմարի West Rex Street 14-600 թաղամասում գտնվող բնակելի հասցե։ Իրավապահների փոխանցման բնակարանի տարածքում կամ դերամոտ կրակոցներ են արձակվել 50-ամյա տղամարդու եւ 50-ամյա կնոջ ուղղությամբ։ Տղամարդը դեպքի վայրում է մահացել, իսկ կինը տեղափոխվել հիվանդանոց, ինչպես նշեցի, ծայրահեղ ծանր վիճակում։ Լոս Անջելեսի հրշեջ ծառայությունը հայտնել է, որ կնոջ վնասվածքը գնահատվում է կյանքին սպառնացող վտանգ։ Նրա ինքնությունը չի հրապարակվում։ Ոստիկանությունը դեռևս չի հայտնել, թե նաև ինչ հանգամանքներում է տեղի ունեցել կրակոցը եւ արդյոք զոհերը ճանաչում էին կասկածյալին։ Հայտնի է միայն, որ կասկածյալը ձերբակալված է, սակայն նրա ինքնության, հնարավոր շարժառիթների կամ զենքի մասին մանրամասներ այս պահին չեն հրապարակվում։ Քննությունը շարունակվում է եւ իրավապահներն հայտնել են, որ նոր տեղեկություններ կհրապարակվեն հասանելի դառնալուն պես։ Այս ժամի համար այսքանը, հիշեցնեմ, որ այսօր ալիքում կգտնեք J.D. Vance-ի ամբողջական ասուլիսը հայերեն թարգմանությամբ, խոսքը երեկվա սպանության մասին է լինելու, իսկ մեր հաջորդ եթերը երեկոյան է, ես Հարություն Մինասյանն եմ։ Շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եղեք։